Կրկին կրակոցներ սահմանին, Բաքուն սադրում է, Երևանը հերքում։ Արցախի դրոշը միջազգային սկանդալի պատճառ, Շտայնմայերի ինստագրամյան էջից եռագույնը ջնջել են բողոքի սուր նոտա Բաքվից Բերլինին։ Անկարա, Թեհրան, Բաքու դիվանագիտական եռանկյունի, ինչ է առկախված Երևանի գլխին։ Խիստ վտանգավոր ու աղետալի տարածաշրջանի համար Մոսկվայի գնահատականը Վաշինգտոնի սպառնալիքներին ընդդեմ Թեհրանին։ Նոր հարկային բեր կառուցապատողի համար, եթե ժամկետները խախտեն, միլիոնների գույքահարկ կվճարեն։ Մանդատը վայր է դրել, ներողություն խնդրել։ Վիլեն Գաբրիելյանը հեռանում է խորհրդարանից պատգամավորին ոչ վայել վարքի համար։ Միլիոնանոց ցույցերի ալիքից ալեկոծ Թուրքիա, ընդդիմության ստորագրահավաքը արտահերթի համար։ Եվս մեկ շիկացող օջախ աշխարհի քարտեզին, Չինաստանը ռազմանավեր է մոտեցրել Թայվանի սահմանին։ Երևանը մեծ ջրափոս, ամեն անձրևից հետո մայրաքաղաքի խցանված հեղեղատարներն ու ջրահեռացման ծակ համակարգերը։ Առանձնակի դաժան սպանություն Երևանում, 54-ամյա տղամարդուն կապ կպած են գտել հյուրասենյակում։ Հայոց ցեղասպանության նահատակ հայ հոգևորականին սրբադասել է պոնտիֆիկոսը։ Արմենիայի եթերում նորությունների գլխավոր ժամն է, բարի երեկո, ես Շահանե Մեժլումյանն եմ, ամենակարևորը մեր եթերում։ Բաքուն շարունակում է սադրանքների շարքը և դարձյալ հրադադարը խախտելու մեղադրանքներ հնչեցնում Երևանի հասցեին։ Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը հայտնել է, թե իբր 3 երեկոյից մինչև այսօր առավոտյան 4:45 մեր ստորաբաժանումները Շորժայի, Խոզնավարի, Վարդենիսի, Գորիսի դիրքերից ընդմիջումներով կրակել են ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է կրակ բացելու մեղադրանքները, ընդգծելով, որ մեր կողմից կրակ բացելու լուրերը չեն համապատասխանում իրականությանը։ Երեկ էլ հիշեցնեմ, մեր ռազմական կառույցը լուսանկարներ էր հրապարակել, որոնցում երևում է, որ ադրբեջանական կրակոցներից վնասվել է գյուղացիներից մեկի տան պատուհանը։ Բաքուն փորձում է վիժեցնել խաղաղության օրակարգը, 3 ամսում 4 զորավարժություն է անցկացրել, պետական հեռուստատեսությամբ հայտարարում է Զանգեզուրի միջանցքը պարտադիր բացելու մասին, միաժամանակ ակտիվ բանակցությունների մեջ է Անկարայի և Թեհրանի հետ։ Առաջիկայում Իրանի նախագահը կայցելի Բաքու։ Ինչ է սպասվում եռացող մեր այս տարածաշրջանին և ինչ է առկախված Երևանի գլխին։ Սիրանուշ Մուրադյանի ռեպորտաժը։ Դեպի խաղաղություն հայկական խաղաղ խնածախը գնդակոծելով, սադրանքներով, ստերով, ռեժիմով խաբելով, թե հայկական կողմն է կրակել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Լույսը բացվում է ու Ալիևը իշխանական պատգամավորների կատարմամբ մանևրում մոլորեցնում է, թե Հայաստանը Ադրբեջանի դեմ պատերազմ է նախապատրաստում։ Ու այս ֆոնին մեզ խորհուրդ են տալիս ոչ ավելի, ոչ պակաս դագաղների համար տեղ պատրաստել։ Եթե մեր բանակը նորից ստիպված լինի պատերազմել, Երևանը պետք է նախորոք տեղ պատրաստի նոր դագաղների համար, եւ մենք ստիպված կլինենք զարդարել մեր ռազմավարի պուրակի ազատ տարածքը Ֆրանսիայից եւ Հնդկաստանից ձեռք բերված զինտեխնիկայով։ Նա հայկական կողմից զինաթափվել, զենքից հրաժարվել է պահանջում։ Ինքը ռազմական բյուջեն 5 միլիարդի է հասցնում, զորավարժություններին զարկ տալիս ու շարունակում մատ թափ տալ։ Ինչ վերաբերում է այս տարվա մեկնարկից ի վեր եղած պատկերին, ապա հենց Ադրբեջանի պաշտպանության նախարարության կայքում բաց աղբյուրներով տեղեկություն կա, որ տեղի է ունեցել 4 լայնամասշտաբ զորավարժություն, մասնավորապես դրանցից 2-ը տեղի են ունեցել, մեկը Թուրքիայի հետ համատեղ, մյուսը տեղի է ունեցել Պակիստանում եւ 2-ը վերջին, որոնք տեղի են ունեցել փետրվար ամսի վերջին, տեղի են ունեցել ծովային հետևակի մասնակցությամբ, բայց այնտեղ հստակ նշված է, որ նպատակը լեռնային ռելիեֆի պայմաններում գործողությունների իրականացումն է, որը կարծում եմ պետք է իրապես մտահոգիչ լինի մեզ համար։ Բաքվի պետական հեռուստաընկերությունը ASTV-ին կիրակնօրյա թողարկումով դարձյալ Հայաստանի Հանրապետության տարածքը արևմտյան Ադրբեջանը ներկայացնում։ Կադրեր են Թալինից, Ագարակից, իրենց այսպես կոչված վերադարձի իրավունքից են խոսում, Զանգեզուրի միջանց կոչվածը հիշատակում։ Գալու է օրը, երբ կհասնենք Զանգեզուրի միջանցքի բացմանը, ուժ ենք հավաքում այդ օրվա համար։ Որ Զանգեզուրի միջանցքը կարմիր գիծ է Իրանի համար, մեկ անգամ չէ, որ լսել ենք Թեհրանից։ Խոսել է կարմիր գծի մասին իրանցի պաշտոնյան Բաքվում դեռ չգիտենք։ Իրանի նախագահի Բաքու կատարելիք այցից առաջ Փեզեշքյանի արտաքին քաղաքական հարցերի խորհրդականն է մեկնել Ադրբեջան։ Ալիևի հետ հանդիպումից հաղորդագրությունը սուղ է Մեհդի Սանային Ալիևին է փոխանցել Իրանի նախագահի ողջույնի բանավոր ուղերձը։ Ալիևի փոխադարձ ողջույնն էլ Փեզեշքյանին իր հետ Թեհրան կտանի։ Իրանցի Սանային նկատենք Բաքու գնաց մի շրջանում,
երբ Միացյալ Նահանգների նախագահ Թրամփի բանակցությունների առաջարկը Թեհրանը մերժեց։ Հետևեց տեղեկությունը, որ Իրանն իր հրթիռային համակարգերը բերել է թիվ 1 պատրաստության։ Արևմուտքի մասնագետները Միացյալ Նահանգների Իրանի միջուկային օբյեկտները ռմբակոծելու հավանականությունը 50-50 են գնահատում։ Թուրքիայի եւ Իրանի նախագահներն են հեռախոսով զրուցել։ Նույն օրը հեռախոսազրույց են ունեցել նաեւ Էրդողանն ու Ալիևը։ Նրանցից մեծը փոքրին հիշեցրել է մեկ ազգ երկու պետություն են։ Սրան հաջորդեց Ալիև-Փեզեշքյան հեռախոսազրույցն ու Սանային գնաց Բաքու։ Ինչ կա Անկարա-Թեհրան-Բաքու եռանկյունու անկյուններում։ Բաքուն ուզում է հեռու դիրքավորվել իսրայելա-ամերիկյան հակաիրանական դաշնությունից։ Ինչ գին կուզի այդ չեզոքության համար Ալիևը Իրանից կփորձի զիջումներ կորզել եւ ինչ զիջումներ։ Սիրանուշ Մուրադյան, ժամը լրատվական։ Միաժամանակ Ռուսաստանի փոխարտգործնախարարը խիստ վտանգավոր եւ անհեռանկարային է համարել Թեհրանի դեմ ուժ կիրառելու Վաշինգտոնի սպառնալիքը, նկատելով, որ դրանց հետևանքները հատկապես միջուկային ենթակառուցվածքների վրա հարձակման դեպքում կարող են աղետալի լինել ամբողջ տարածաշրջանի համար։ Հետևանքներն էլ ավելի վատ կարող է լինել Թեհրանի պատասխանատվողությունների դեպքում, որոնց մասին իրանցի գործընկերները խոսում են բացահայտ եւ հստակ, ասել է Սերգեյ Ռյաբկովը։ Նա նաեւ հավելել է, որ Ռուսաստանը պատրաստ է այս հարցում հանդես գալ իբրև հաշտարար։ Դիվանագիտական սկանդալ Բաքվի եւ Բերլինի միջև Արցախի դրոշի պատճառով, որը Շտայնմայերը Երևանյան այցի ընթացքում հրապարակել էր իր Ինստագրամյան էջում խաղաղության կոչի ներքո, Բաքուն սուր նոտա է հղել, ներողություն պահանջել, շտաբ արտգործնախարարություն կանչել իր դեսպանին, իսկ Գերմանիայի նախագահը Երևանից մեկնում է Բաքու, որտեղ նրա ականջը լցնելու են հերթական ստերով։ Հավանաբար մեր երկրում է գիշերել Գերմանիայի նախագահ Շտայնմայերը ու դիվանագիտական սկանդալից հետո հենց Հայաստանից ստիպված է եղել իր աշխատակազմի ղեկավարին հրահանգել ներողություն խնդրել Ադրբեջանից։ Երեկ մեր երկիր ժամանած Շտայնմայերը սոցցանցում գրել էր, թե Լեռնային Ղարաբաղը միջազգային իրավունքով պատկանում է Ադրբեջանին, բայց այնտեղ հիմնականում հայեր են ապրել։ Կից Արցախի դրոշներ տեղադրել։ Ադրբեջանում Գերմանիայի դեսպանին կանչել էին երկրի արտգործնախարարություն, բողոքի սուր նոտա հղել, ասել, որ նախագահի գրառումը համարել են ոտնձգություն Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ։ Տեխնիկական սխալ է, արդարացել է պաշտոնական Բերլինը։ Դաշնային նախագահի սոցցանցերում կարճ ժամանակով հրապարակվել է դրոշի սխալ պատկերը եւ դրանքից տեքստը կապված Ադրբեջանի շրջաններից մեկի հետ։ Սխալը հայտնաբերելուն պես համապատասխան հրապարակումն անմիջապես ջնջվել է։ Հրապարակումն արվել է տեխնիկական սխալի հետևանքով եւ որևէ նշանակություն չունի Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերաբերյալ Գերմանիայի հայտնի դիրքորոշման շրջանակում։ Ես շատ վրդոված եմ այդ սխալից եւ ցանկանում եմ անկեղծ ներողություն խնդրել այն սխալ տպավորության համար, որ վերը նշված հրապարակումը գործել է Ադրբեջանում որոշ մարդկանց վրա։ Գերմանիայից արցախահայերի իրավունքների հետ կապված հայտարարություններ էլի հնչել են, նույնիսկ օրակարգից հարցը դուրս չի եկել, բայց Բաքուն այսքան սուր չի արձագանքել։ Բաքվի նյարդերը գրգռել է մեր արցախյան եռագույնը։ Քաղաքագետը կարծում է, հենց դրոշն է դարձել դիվանագիտական այս սկանդալի պատճառը։ Պետք է իրապես լինենք, պետք է պատրանքների մեջ ընկնենք, ոչ թե անկախություն կամ այլ ինչ-որ բաներ է պահանջելու Ադրբեջանից, այլ պարզապես արցախահայերի որոշ իրավունքների ապահովում ամենայն հավանականությամբ կարող է պահանջել։ Պարզապես երբ որ Արցախի դրոշ էր դրել, դա այսպես խիստ զայրացրեց Ադրբեջանին։ Մեր տարածաշրջանում խաղաղություն է ուզում Եվրամիությունը, նախ դրա համար է կառույցի դերակատար երկրի նախագահը գործուղվել Երևան ու Բաքու։ Ռեալ պոլիտիկի տեսանկյունից եթե դիտարկենք, ապա մեր տարածաշրջանում ազդեցություն ուժեղացնելու, մեծացնելու հարց կա։ Հիմա երբ կողմերը խաղաղության պայմանագիր կնքելու գործն են ձեռնարկել, Եվրամիությունը ցանկություն ունի մյուս խաղացողներին դուրս թողնել լուսանցքից։ Նաև ռուսական գործ ունի թույլատման ասպեկտը կա։ Ռուսաստանը կոնֆլիկտներն օգտագործում է տարածաշրջաններում իր ներկայությունը ապահովելու, իր դիրքերը ամրապնդելու համար, իսկ Եվրամիությունը հակառակ դիրքորոշում ունի։ Ուզում է թույլատնի Ռուսաստանի դիրքերը Հարավային Կովկասում։ Բաղրամյան 26-ում խաղաղության կոչեր արած Շտայնմայերի հետ համատեղ հայտարարության ժամանակ Հայաստանի նախագահն ասաց՝ հավատարիմ ենք խաղաղության օրակարգին, լավատես ենք։ Սակայն լավատես պետք չէ լինել Բաքվի ագրեսիվ քաղաքականության հարցում։ Հենց մեր հյուրը Բաքու հասնի, նրան հաստատ կպատմեն ադրբեջանական հեքիաթները, թե հայերն են կրակում, հայերն են փակուղի տանում խաղաղության օրակարգը։ Կհավատա ներողություն խնդրած նախագահը։ Տիգրանուհի Գուրգենյան, ժամը լրատվական։ Այժմ այն մասին, թե ինչ եք դիտելու թողարկման երկրորդ հատվածում, ամենահետաքրքիրը դեռ առջևում է։ Նոր հարկային բեր կառուցապատողի համար, եթե ժամկետները խախտեն, միլիոնների գույքահարկ կվճարեն։ Մանդատը վայր է դրել, ներողություն խնդրել։ Վիլեն Գաբրիելյանը հեռանում է խորհրդարանից պատգամավորին ոչ վայել վարքի համար։
Միլիոնանոց ցույցերի ալիքից ալեկոծ Թուրքիա, ընդդիմության ստորագրահավաքը արտահերթի համար։ Եվս մեկ շիկացող օջախ աշխարհի քարտեզին, Չինաստանը ռազմանավեր է մոտեցրել Թայվանի սահմանին։ Մենք վերադարձանք, շարունակում ենք թողարկման այս հատվածում միջազգային լուրեր։ Չինաստանը Թայվանի շրջակայքում զորավարժություններ է անցկացնում։ Թայվանի հարակից գոտուն չինական ավելի քան 10 ռազմանավ է մոտեցել, որին ի պատասխան Թայվանը նույնպես ռազմանավեր է ուղարկել տարածք։ Չնայած առկա լարվածությանը մարտական կրակ չի արձանագրվել ըստ Չինաստանի զինուժի զորավարժությունների նպատակը ծովային եւ օդային բարեկության կարողությունների մարզումն ու համապարփակ վերահսկողության հաստատումն է։ Դոնալդ Թրամփի սահմանված բարձր մաքսատուրքերը, որոնք նրա խոսքով կիրառվելու են աշխարհի բոլոր երկրների հանդեպ, հարկադրում են մյուս պետություններին դիմելու համակարգված քայլերի։ Չինաստանի պետական հեռուստատեսությունը հաղորդելով այս մասին նաև հայտարարել է, որ Չինաստանը, Ճապոնիան եւ Հարավային Կորեան մտադիր են միասնաբար պատասխանել Միացյալ Նահանգների կողմից ձեռնարկվող քայլերին։ Ֆրանսիայի ծայրահեղ աջակողմյան ազգային միավորում կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը մտադիր է բողոքարկել դատարանի վճիռը, որը 4 տարվա ազատազրկումից բացի արգելում է նրան առաջադրվել Ֆրանսիայի 2027 թվականի նախագահի ընտրություններում։ Մարին Լը Պենը հայտարարել է, որ քաղաքական հակառակորդների կողմից ազգային միավորում կուսակցության դեմ ներկայացված հայցը հիմնված է քննադատությանը չդիմացող փաստարկների վրա։ Լը Պենն ու նրա համախոհները մեղադրվում են Եվրախորհրդարանի միջոցների վատման համար։ Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Լեհաստանը, Իսպանիան եւ Մեծ Բրիտանիան մտադիր են Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառել։ Այդ երկրների արտգործնախարարներն ու Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը հայտարարել են, որ քանի դեռ Ռուսաստանը չի ավարտել պատերազմը եւ փոխհատուցել Ուկրաինային պատճառած վնասը, արևմտյան երկրներում ռուսական ակտիվները պետք է մնան սառեցված։ Նախարարները անընդունելի են համարում խաղաղության որևէ համաձայնագիր, որը կսահմանափակի Կիևի գործընկեր երկրների ռազմական ներկայությունը Ուկրաինայում։ Քաղաքական գերլարված իրավիճակ է Թուրքիայում, միլիոնանոց ցույցերի ալիքը ալեկոծել է ամբողջ երկիրը։ Էրդողանի գլխավոր քաղաքական հակառակորդին Ստամբուլի քաղաքապետին ազատ արձակելու պահանջից զատ ընդդիմությունը նաև ստորագրահավաք է սկսել արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համար։ Ոչ ընդդիմությունը, ոչ էլ իշխանությունը չեն պատրաստվում գնալ հետքայլի։ Ամեն օր 2 միլիոնից ավելի թուրք է դուրս գալիս փողոց, պայքարում Էրդողանի ռեժիմի դեմ, նաև Ստամբուլի նախկին քաղաքապետ ժողովրդահարապետական Իմամօղլուի ազատ արձակման համար, որին Էրդողանյան արդարադատությունը երկու ծանր մեղադրանքներով փակել է ճաղերի հետևում՝ կոռուպցիա եւ աջակցություն ահաբեկչությանը։ Վերջին ժամանակների ամենակոշտ ցույցերն են Թուրքիայում, բայց ընդդիմությունը գործի է դնում պլան B։ Փողոցային ակցիաներն արդեն համագարկված կլինեն, ընդդիմությունը պլանավորում է դրանք շաբաթվա հատուկ օրերին կազմակերպել տարբեր քաղաքներում։ Սրան զուգահեռ ընդդիմությունը ձեռնարկել է ստորագրահավաք, պատրաստվում են խորհրդարանական ընտրություն անցկացնելու պահանջով 27 միլիոնից ավելի ստորագրություն հավաքել, օրինական գործիքակազմ չունեն։ Թուրքագետն ասում է, ապավինում են ժողովրդական բողոքի ալիքին։ 23 թվականի նախագահական ընտրություններում, երբ հաղթեց Էրդողանը, նա հավաքեց 52% ձայն եւ ստացավ 27 միլիոն 800 հազար ձայն։ Հիմա էլ իրանք հայտարարում են ընդդիմությունը 27 միլիոն 700 հազար, այսինքն մոտավորապես 51%։ Այո, ուզում են ճնշումով ժողացնել։ Ընդդիմությունը կարծում է, որ եթե ժողովրդական մեծ ընդվզում լինի, հետո իրենց սցենարով նախագահական ընտրություններ, ապա կկարողանան վերջ դնել Էրդողանի նախագահությանը։ Առաջարկում են հենց Իմամօղլուի տեխնացությունը, բայց թուրքագետը համոզված չէ, որ այդքան հեշտ կլինի նրան հանել հատուկ բանտից ու ներգրավել նախընտրական քարոզարշավում։ Այստեղ էլ այլընտրանք կա, Անկարայի քաղաքապետն է, նորից նույն կուսակցությունից։ Հիմա որ ինքը կալանքի տակ է գտնվում, դա կապված է շատ խոշոր կոռուպցիոն գործարքների հետ, այդ մեղադրանքների հետ։ Եվ ուրեմն հույս ունեն, որ դատարանում հնարավոր չի լինի դա ապացուցել։ Կամ էլ հավանական է հույս ունեն, որ ճնշումը այնքան մեծ կլինի, որ իշխանությունները ստիպված բաց կթողնեն։ Իրական ճանապարհ ես չեմ տեսնում։ Իսկ այդ մեղադրանքները ահաբեկչության օժանդակության մասնակցության այսպես պահում են որպես այսպես ասած երկրորդ արդեն միջոց։
Թուրքիա առանց Էրդողանի սա դեռ միֆ է թվում։ Թուրքագետն ասում է, վերջին արժանահավատացումներով Իմամօղլուն Էրդողանից շուրջ 10% ավելի 55% ձայն ունի։ Քաղաքական տրամաբանությունը հուշում է, որ եթե անգամ փողոց դուրս եկածների թիվը բազմապատկվի, Էրդողանը Իմամօղլուին ազատություն չի տա։ Դա կլինի նրա քաղաքական վախճանը։ Տիգրան Գուրգենյան, ժամը լրատվական։ Վերադառնանք Հայաստան, Վիլեն Գաբրիելյանը վայր է դնում падգամավորական մանդատը։ Падգամավորը սոցցանցում կատարած գրառման մեջ նշել է, որ Կիրակի Գյումրիում իր մասնակցության միջադեպը համարում է ոչ վայել Հայաստանի ազգային ժողովի падգամավորի վարքին։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության падգամավոր Գաբրիելյանը ներողություն է խնդրել բոլորից եւ հայտարարել, որ վայր է դնում մանդատը։ Հաջորդ թեմայի մասին Հայաստանում մեծ թափով զարգացող շինարարության ոլորտում լուրջ օրենսդրական փոփոխություններ են, որոնք կարող են անդառնալի խփել կառուցապատողի գրպանին։ Կառույցը ժամանակին չհանձնելու համար նրանք ոչ միայն տույժ տուգանքներ կվճարեն, նաև նոր նախագծով նոր սանկցիաների կենթարկվեն։ Ստիպված կլինեն միլիոնների գույքահարկ մուծել։ Նոր լրացուցիչ հարկային բեռ կառուցապատողների համար։ Եթե կառուցապատողը շինարարության թույլտվության ժամկետը երկարաձգի, կենթարկվի ֆինանսական սանկցիաների, անավարտ կառուցվող շինության համար կվճարի անշարժ գույքի հարկը ամբողջությամբ։ Երկարաձգման ամսաթվից սկսած կապ չունի, թե ինչ հարկ է հասել կառուցումը, երրորդ հարկում է, թե 5-րդ հարկում է, կապ չունի։ Ենթակա է հաշվարկման եւ վճարման գույքահարկ։ Նախագիծ ուժի մեջ է մտել 23-ի հունվարի 1-ից եւ կարգավորումները տարածվում են նաեւ մինչեւ 23 թվականի հունվարի 1-ը տրված շին թույլտվությունների գծով 23-ի հունվարի 1-ից հետո երկարաձգումների վրա։ Կառուցապատողների ասոցիացիայի ղեկավարը տեղեկացրեց, որ 2022-ին են ունեցել քննարկումներ էկոնոմիկայի նախարարությունում եւ ներկայացրել են բացասական դիրքորոշում այդ նախաձեռնության վերաբերյալ։ Մեզ խոստացան, որ առաջ չի գնա այս նախագիծը, սակայն պարզվում է նախագիծը լավ էլ առաջ էր գնացել, 2025 թվականի միայն մարտ ամսից են սկսել կիրառել։ Ստիպված կառուցապատողները վճարել են ահռելի չափով տեղական տուրք երկարաձգման գծով, մի բան էլ ստիպված պետք է վճարեն գույքահարկ։ Դեռևս չկառուցված եւ կառուցման փուլում գտնվող շենքի ամբողջ մակերեսի հաշվարկով։ Եթե այս օրենքը գործի, ապա ըստ Գուրգեն Գրիգորյանի բազմաթիվ կառուցապատողներ կհայտնվեն սնանկության եզրին։ Նայիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Կանանց տոներին նվիրված միամսյակը առիթ է կրկին բարձրաձայնելու կանանց խնդիրների մասին։ Մի կողմից խոսում ենք իրավահավասարության, պետական համակարգում, հասարակական կառույցներում կանանց ներգրավվածությունը մեծացնելու անհրաժեշտության մասին, մյուս կողմից այնքան շատ են տարրական խնդիրները, որոնց կանայք բախվում են ամեն քայլափոխի, հատկապես աշխատավայրում, սեռական բռնությունից մինչև աշխատանքային չարաշահում։ Կանանց խնդիրների մասին Էդուարդ Պողոսյանի ռեպորտաժում։ Աշխատանքային իրավունքների ոտնահարման 481 դիմում է ստացել առողջապահական եւ աշխատանքի տեսչականը նախորդ տարի։ Այս թվից 290-ը կամ 60.29%-ը ներկայացրել են կանայք։ Աշխատավարձի եւ վերջնահաշվարկի ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստի, աշխատողի առողջությանը պատճառած վնասի թերի վճարումներ ու փոխհատուցումներ, հղիության պատճառով աշխատանքից ազատում, սրանք են եղել հիմնական խնդիրները։ Այս տվյալները տարբեր եզրահանգումների տեղիք են տալիս, օրինակ կանանց աշխատանքային իրավունքները խախտվում են ավելի հաճախ, կանայք ավելի հակված են պայքարելու իրենց իրավունքների համար։ Վարձատրության, հղիության եւ մայրության ժամանակահատվածում իրավական պաշտպանությունը շարունակում է մնալ կարևոր խնդիր։ Այն, որ մեր երկրում կանայք իրենց խախտված իրավունքների վերականգնման հարցում առավել հետևողական են, նշում է նաև Արմիությունների կոնֆեդերացիայի նախագահը, սակայն չի կիսում տեսակետը, թե կին աշխատավորների իրավունքներն ավելի շատ են ոտնահարում։ Այն, որ կանայք ավելի շատ են դիմում իրենց աշխատանքային իրավունքների խախտման մասով, դա դեռ չի նշանակում, որ իրենցն է ավելի շատ խախտվել։ Ընդհանուր առմամբ ներպետական օրենսդրությամբ չունենք այնպիսի մի երաշխիք, որը չեն խախտում գործատուները, հավելում է Մանասերյանը։ Այստեղ նաև խնդիր ունենք կանանց, եթե կանանց մասին ենք խոսում, ապա նաև կանանց հանդեպ խտրական վերաբերմունքի, որովհետև շատ բար դեպքերում նաև խտրականության մասով է կանանց իրավունքները խախտվում, այսինքն խտրական վերաբերմունքի են արժանանում կանայք։ 2023-ից հիշենք աշխատավայրում բռնության կամ սեռական ոտնձգության արգելքին վերաբերող օրենսդրական նոր կարգավորումը մտավ ուժի մեջ, սակայն իշխանական падգամավորն արձանագրում է այն դեռևս բավարար չէ դեպքերի կանխարգելման եւ իրական պաշտպանության տեսանկյունից։ Օրինակ, անցած մեկ տարվա ընթացքում տեսչականը ստացել է աշխատավայրում բռնության կամ սեռական ոտնձգության ենթարկվելու մասին 3 ահազանգ, սակայն հարուցված վարչական վարույթները կարճել են աշխատավայրում բռնության կամ դրա սպառնալիքները ներառող արարքներ չարձանագրելու հիմքով։ Էդուարդ Պողոսյան, ժամ լրատվական։
Աշխատող եւ շուտով մայրիկ դառնալ պատրաստվող կանայք ֆիզարձակուրդի գումարը միանգամից պետությունից կստանան էլ գործատուին բժշկից թուղթ չեն տանի։ Սեպտեմբերից գործարկվելու է սոցիալական ծառայության միասնական համակարգը, որտեղ տեսանելի կլինի հղիի կամ բուժառուի անգործության թերթիկը։ Այսպես կոչված բյուլետենում գտնվելու օրերի համար էլ բուժառուին գործատուն պահվող եկամտահարկից կվճարի։ Գործը օրենքով, եթե անձը ժամանակավոր անաշխատունակ է, համապատասխան բուժհաստատությունից պոլիկլինիկա, հիվանդանոց ժամանակավոր անաշխատունակության թերթիկ է վերցնում եւ ներկայացնում գործատուին։ Գործատուն ամբողջ ժամանակահատվածի համար նպաստը հաստատուն վճարում է։ Դրա մի մասը փոխհատուցվում է պետական բյուջեի հաշվին։ Աշխատանքային օրվանից հետո այդ նպաստը վճարվում է պետական բյուջեի միջոցների հաշվին։ Եթե պայմանական ասենք, հա, մարդը տարերատար աշխատանքային օրով հիվանդության թերթիկ, այդ 10 օրն վճարում է գործատուն։ Բայց առաջին 5 օրը իր միջոցներից, իսկ վերջին 5 օրվա համար պետական բյուջեից ինքը փոխհատուցում է ստանում։ Վճարած նպաստի չափով այդ ամսվա եկամտային հարկը պակաս է վճարում։ Սեպտեմբերից արդեն նպաստ ստանալու համար շահառուն այլևս որևէ դիմում կամ փաստաթուղթ ներկայացնելու կարիք չի ունենա։ Նպաստները կնշանակի միասնական սոցիալական ծառայությունը, այն կհաշվարկի անաշխատունակության վերաբերյալ էլեկտրոնային առողջապահական համակարգը եւ եկամուտների վերաբերյալ հարկային մարմինը տեղեկություն կտրամադրի ինքնաշխատ եղանակով ստացված տվյալների հիման վրա։ Մարդը կհիվանդանա, այդ մասին տեղեկատվությունը առողջապահության համակարգից կստանանք, կփոխանցենք հարկային մարմնի միջոցով իր բոլոր գործատուներին, գործատուն կիմանա, որ իր աշխատողը այսօրվանից հիվանդ։ Հետո մի հատ էլ որ կփակի բյուլետենը արդեն։ Գործատուն կիմանա, որ այսօր իր աշխատողը առողջ է։ Այդ տեղեկատվության հիման վրա հարկային կուզենք անհրաժեշտ տեղեկատվություն եկամուտների մասին, համակարգով կհաշվարկվի անաշխատունակության նպաստի չափը, դրանից կանենք գործատուի կողմից վճարման ենթակա գումարը, եւ այդ միջոցով կասենք գործատու ջան, այդ մարդուն այդքան փող կվճարի, որտեղ քո այդ օրերի համար վճարման ենթակա գումար։ Իսկ մնացածը պետական բյուջեից կվճարի հիվանդին։ Մայրության նպաստն էլ գործը օրենքով ամբողջությամբ հաստատուն վճարում է գործատուն, հետո էլ այն ամբողջությամբ փոխհատուցում է պետական բյուջեն։ Այդ գումարը գործատուն նվազեցնում է եկամտային հարկից։ Հիմա երբ որ հղի տանա բյուլետենը գործատուն 140 համար հաշվարկում է, վճարում է, պետությունը գործատուին փոխհատուցում է։ Իսկ սեպտեմբերից փոփոխություն լինի։ Մեր հղի մասին տվյալները կստանանք առողջապահությունից, մենք կհաշվենք, մենք կվճարենք գործատուն ընդհանրապես կիմանա, որ իր բարձր աշխատողը այս ամսից այն ամիսը հղիության ծննդաբերության արտադրության գտնվի։ Փոքր բիզնեսը կամ տնտեսական գործունեություն ծավալողը, եթե ունի մինչև 3 աշխատող եւ եկամտային հարկ չի կարողանում վճարել կամ աշխատողներից մեկը հիվանդանում է եւ մյուս երկուսի եկամտային հարկն էլ բավարար չէ վճարած հարկից նվազեցնելու համար, այս դեպքում էլ չբավարարող գումարը բյուջեն կփոխհատուցի։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Կրկին դադարում եթերում կվերադառնանք քիչ անց։ Երևանը մեծ ջրափոս ամեն անձրևից հետո մայրաքաղաքի խցանված հեղեղատարներն ու ջրահեռացման ծակ համակարգերը։ Առանձնակի դաժան սպանություն Երևանում 54-ամյա տղամարդուն կապ կպած են գտել հյուրասենյակում։ Հայոց ցեղասպանության նահատակ հայ հոգևորականին սրբադասել է պոնտիֆիկոսը։ Մենք վերադարձանք, շարունակում ենք թողարկումը։ Ամեն հորդարատ անձրևից հետո Երևանը վերածվում է մեծ ջրափոսի։ Մայրաքաղաքը 3 կրկին կաթվածահար էր եղել, փողոցներով գետեր էին հոսում, խոչընդոտելով մեքենաների երթևեկը։ Քաղաքի հնամաշ ու անպիտան դարձած ջրահեռացման համակարգը վաղուց փոխելու, նորը կառուցելու ժամանակն է։ Ինչպես են փորձում խնդրին համապարփակ լուծում տալ քաղաքային իշխանությունները, հարցի պատասխանը փորձել է գտնել Սիլվի Մուրադյանը։ Երեկվա հորդարատ անձրևից հետո կրկին հեղեղվեցին Երևանի կենտրոնի փողոցներն ու բակերը։ Մայրաքաղաքը մեծ լիճ էր դարձել, տեղաշարժվել չէր լինում։ Քաղաքացիները նկատում են հարցը խորքային է, քաղաքային իշխանությունն աչքաթող է արել։ Գույքագրման արդյունքներով այս պահին շուրջ 50 հասցեներում հեղեղատար համակարգ ուղղակի չկա։ Ջրահեռացման դառն ապրած մաշված համակարգը ջրահեռացում չի անում։ Մասնագետը խնդիրը պայմանավորում է կառուցապատման ինտենսիվությամբ եւ շահագործման պայմաններով։ Անհրաժեշտ է լուրջ ուշադրություն դարձնել ջրահեռացման համակարգի մաքրման վիճակին։
ջրթողունակության բարձրացմանը, որովհետև գաղտնիք չի, որ Երևան քաղաքում տարիների ընթացքում հազարավոր տոննաներով ավազի, փոշի, մանրահատիկ տեղում է կուտակվում եւ այդ կուտակումները, որոնք առաջացնում են ամենայն հավանականությամբ այդ ջրհեռացանցում, դրանք նվազեցնում են ջրթողունակությունը։ Երևանի ջրահեռացման գործող համակարգը չի կարողանում ընդունել եւ տեղափոխել մեծ քանակությամբ անձրևաջրեր։ Երևանի քաղաքապետի խորհրդականը պարզաբանում է պատճառներից մեկը տարբեր կառուցապատողների կողմից իրականացված միջամտություններն են, որոնց արդյունքում բակային հատվածների անձրևընդունիչ ցանցերը ծածկվել են շինաղբի մնացորդներով։ Կամո Արեյանն ասում է, խնդիրներ հիմնականում առաջանում են կոյուղատար համակարգին միանալու հատվածներում։ Այս պահին նախագծանախշային աշխատանքները դեռ չեն ավարտվել, ավարտից հետո կունենանք ֆինանսական գնահատական, թե ինչքան գումար է անհրաժեշտ խնդրի արմատական լուծման համար։ Խնդիրը 3 փուլերով, առաջնահերթ, այնտեղ որտեղ բացակայում է համակարգը, այդտեղ կառուցել նոր համակարգ, եւ երկրորդ տարբերակը խնդրահարույց հատվածներում իրականացնել վերակառուցում եւ անդրադառնալ բակային տարածքների հեղատար ցանցերին։ Համայնքի բյուջեն կբավարարի այս ծախսերը հոգալու համար մտահոգ է Արեյանը, բայց մի բան հաստատ է, հորդարատ տեղումներից հետո համատարած մաքրման աշխատանքներ կձեռնարկեն։ Թարմություն էլ ունի հայտնելու քաղաքապետարանի հնաբնակը։ Ձեզ մոտ գալուց առաջ Յոլա ջրի տնօրենի հետ քննարկում էինք շատ արդիական նախագիծ։ Մաշտոցի պողոտայի ջրի կուտակումները մինիմալի հասցնելու համար անցումի մոտ նախագիծ են կազմել Լեո Սարյան Խաչմերուկից հատելով Մաշտոցի պողոտան դեպի Խորենացի Բեյրութի փողոց այս հատվածները նոր արդիական ցանց կառուցելու, թեթևացնելու ծանրաբեռնվածությունը Մաշտոցի պողոտայի վրա։ Քննարկումը դեռ չի ավարտվել, ուսումնասիրությունների կարիք դեռ կա, ասում է Արեյանը։ Նախագիծն արդեն ունեն։ Գիտեն, որ առաջիկայում սպասվում են տեղումներ, զինվել են սպասարկելու։ Խնդրահարույց առաջնագծում Եղվարդի խճուղին եւ Մաշտոցի պողոտան են։ Սիլվի Մուրադյան, Զոհրաբ Քարամյան, ժամը լրատվականի համար։ Այսօր տարեդարձն են տոնում մեր գործընկերները ուղիղ 13 տարի առաջ ապրիլի 1-ին առաջին անգամ մեզ ողջունեցին ռադիո ջանի եթերից։ Տարեդարձը տոնում են նոր միջազգային չափանիշներին համապատասխան տաղավարով եւ նաեւ թիրախային նպատակով նվաճել վերջին 10-րդ մարզի ռադիո լսողների սերն ու հավատարմությունը։ Դե ինչ, ես անկանեմ կհանդիպենք ռադիո ջանի եթերում։ Կարող ենք արդեն զրուցել։ Իհարկե։ Անկա ջան, այսպես արդեն քանի տարի։ Այսպես արդեն 13 տարի ռադիո ջան ռադիոկանի իհարկե զարկից, որը ապրիլի 1-ին եղավ։ Ու այսօր հենց այդ օրն է ռադիո ջանն իր ունկնդիրների համար տոնական, վառ ու գունեղ եթերներ ամեն օր է ապահովում։ Ռադիո տաղավարից դուրս դրա հետևում սակայն չընդհատվող աշխատանքային վազվզոցն ու խառնաշփոթն է։ Տարվա մեջ միայն ապրիլի 1-ն է փոքրինչ այլ տոնական տրամադրությունը նաև հենց այդ աշխատանքում է։ Իրենց օրն է, ամենաիրենցը։ Հիմա ամենասկզբից 2012 թվական, ինչպես ռադիոյի տնօրենն է ասում, սկսեցին ճիշտ 8 քառակուսի մետր տարածք ունեցող մի փոքրիկ սենյակից։ Այդտեղ եւ տաղավարն էր տեղակայված եւ եթերային սարքավորումները։ 13 տարի անց միջազգային ստանդարտներին համապատասխանող եթերայինից է կապը ռադիոկայանի ու հավատարիմ ունկնդրի։ Ռադիո ջանի պատմությունը ամբողջ հայ ազգի մասին է, նրա ապրած կյանքի, թե դժվարությունների, թե ուրախությունների, թե հաջողությունների մասին է։ Եվ ռադիո ջանը ապրում է իր ժողովրդի կյանքով, ամբողջ ժամանակ հեռարձակելով ժողովրդի սրտին եւ հոգուն դիպող երաժշտություն։ Ռադիո ջանում գործի իսկական նվիրյալներ են աշխատում, բազմաֆունկցիոնալ մասնագետներ, որ կյանքի կկոչեն ցանկացած նախագիծ։ Ռադիոյում միաբերան խոսքները մեկ արած են ձևակերպում, հաջողության առանցքային գրավականն է սա։ Ռադիո ջանի տիրույթի մասին եւ առհասարակ առաքելության մասին ես չեմ ցանկանում խոսել, դա փաստում է 13 տարվա մեգա ակտիվությունը, հաճախականությունները, ռեկորդները, բազմաթիվ մրցանակները, հայ ռադիոլսողի պաշտոնապես եմ ասում մեծ սերը աշխարհի տարբեր անկյուններից։ Օրվա ընթացքում ռադիոկայանը ստանում է հազարավոր զանգեր ու SMS հաղորդագրություններ։ Անկան ասում է, պատահական չէ, որ մեր արտիստներն իրենց երգերի հիմնական պրեմիերաները հենց ռադիո ջանին են վստահում։ Սկսեցինք պրեմիերաները ի սկզբանե ներկայացնել եւ հաջողություններ գրանցել, քանի որ երաժշտական պատվերների շրջանակներում ցանկացած երգչի էլ հաճելի է, որ իր պրեմիերան առաջինը ներկայացնի
իհարկե ռադիոջանի եթերից ու այսօր կարող ենք փաստել, որ 13 տարվա ընթացքում մենք կատարել ենք բազմաթիվ արտիստների երազանք։ Մեր 10 մարզից 9-ում ջան ասում ու ջան լսում են։ Հերթը հենց վերջինինն է, առաջիկա նշաձողն է, այս մեկին էլ հասնեն, մյուս ծրագրերն առաջ բերեն, շատ գործ կա դեռ անելու։ Էդուարդ Պողոսյան, Զոհրաբ Քարամյան, Ժամ լրատվական։ Այսօր երկրակեղևը կրկին ցնցվել է ցերեկը ժամը 13:56-ին Հայաստան-Վրաստան սահմանագոտում Բավրա գյուղից 13 կիլոմետր հարավ-արևելք 3.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-ից 5 բալ։ Երկրաշարժը զգացվել է Գյումրիում, Բավրայում, Ամասիայում 3 բալ ուժգնությամբ, Տաշիրում 2-ից 3 բալ ուժգնությամբ։ Օրվա մյուս կարևոր եւ հետաքրքիր իրադարձությունները մեկ տեսաշարով։ Հռոմի Ֆրանցիսկոս Պապի մարտի 28-ի որոշմամբ սրբադասվելիք 3 երանելիներից մեկը հայոց ցեղասպանության ժամանակ նահատակված հայ կաթոլիկ arczepiskopos երանելի Իգնատիոս Շուքրա Լահմալոյանն է։ Երանելին ծնվել է 1869-ի ապրիլի 19-ին ներկայիս Թուրքիայի Մարդին քաղաքում։ Ալեքսանդրիայում նա փայլել է իր քարոզներով։ 1911-ին նշանակվել է Մարդինի պատրիարքական փոխանորդ։ Հայոց ցեղասպանության ժամանակ տասնյակ այլ քրիստոնյաների հետ ձերբակալվել է, խոշտանգվել եւ կարճ ժամանակ անց ենթարկվել մահապատժի։ Նա երանելի է հռչակվել Հովանես Պողոս II Պապի կողմից 2001 թվականին։ Գլխավոր դատախազության 2024 թվականի հաշվետվության համաձայն Հայաստանում համակարգչային հափշտակությունների դեպքերի թվաճ է արձանագրվել։ Նախորդ տարվա 630 դեպքի փոխարեն 2024-ին գրանցվել է 788 դեպք։ Հափշտակությունների աճը պայմանավորված է համակարգչային տեխնոլոգիաների եւ ծրագրերի արագ զարգացման, ֆինանսական ծառայությունների թվայնացման, ծրագրերում եւ բանկային վերահսկողական համակարգերում առկա անվտանգության հետ կապված թերությունների, քաղաքացիների բանկային քարտերի վավերապայմանների պահպանման կանոնների անտեղյակության կամ անտեսման հետ։ Ոստիկանները ժամերի ընթացքում բացահայտել են Երևանում տեղի ունեցած առանձնակի դաժան սպանությունը։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկացմամբ Արաբկիրի Համոսահյան փողոցի սեփական տներից մեկում 3 հայտնաբերվել է 54-ամյա տանտիրոջ մարմինը, մեջքի վրա ձեռքերն ու ոտքերը կապված։ Տունն ամբողջությամբ տակնուվրա արված, մարմնի տարբեր հատվածներում էլ վնասվածքի հետքեր են եղել։ Ոստիկանները հայտնաբերել ու վնասազերծել են սպանության մեջ կասկածվող նախկինում դատապարտված 4 քաղաքացու։ Նրանցից մեկը մարմնական վնասվածք է ստացել, երբ զոհը կծել է նրա մատը։ Կասկածյալները ձերբակալված են։ Տրանսպորտային հոսքերի անանցանելիության ավելացման նպատակով ապրիլի 2-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն է կատարվելու աշտարակի խճուղում։ Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են աշտարակի խճուղում, Կարմիր խաչի հարակից ճանապարհահատվածում եւ Դավթաշեն աշտարակ խճուղում դեպի աշտարակ ուղղությամբ արգելվելու է հետադարձը։ Forbes USA-ի հրապարակած դոլարային միլիարդատերերի համաշխարհային վարկանիշային ցանկում հայկական արմատներ ունեցող մեծահարուստներ էլ կան։ Նրանցից ամենահարուստը 54-ամյա ռուսաստանցի գործարար Ալբերտ Ավդոլյանը 5 միլիարդ դոլարով հանգրվանել է նշյալ ցանկի 717-րդ հորիզոնականում։ 3.4 միլիարդ դոլարով 1072-րդ տեղում 92-ամյա արգենտինահայ գործարար Էդուարդո Էրնեկյանն է։ Ռուսաստանաբնակ 59-ամյա Սամվել Կարապետյանն ու 57-ամյա Սերգեյ Գալիցկին 3.2 միլիարդական դոլարով կիսում են 1141-րդ հորիզոնականը։ Քիմ Քարդաշյանը 1.7 միլիարդ դոլարով 2019-րդն է։ 1.2 միլիարդ դոլարով 2623-րդ տեղում է 62-ամյա ամերիկահայ գործարար Նուբար Աֆեյանը։ Վարկանիշային ցանկը գլխավորում է Իլոն Մասկը 342 միլիարդ դոլարով։ Սվետլանա Ավդիշյան, ժամը լրատվական։ Եվ վերջում եղանակի մասին արևոտ օրերը վերադառնում են, ջերմաստիճանն էլ բարձրանում է։ Իդեպ եղանակի տեսության հովանավորն է Ֆերոսի ապրանքանիշը իր հուսալի եւ անվտանգ գերխնայող գազի կաթսաներով, որոնք պաշտոնապես ներկայացված են էքստերիեր խանութ սրահների ցանցում։ Ֆերոսի եղանակ ստեղծող կաթսաներ։ Այժմ մի փոքր ավելի մանրամասն Երևանում եւ մարզերում սպասվող եղանակի մասին։ Հանրապետության տարածքում ապրիլի 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, քամին հարավ-արևմտյան է 2-ից 5 մետր վարկյան։ Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքի մարզում, Արագածոտնի եւ Վայոց ձորի լեռնային հատվածներում սպասվում է 10-ից 16 աստիճան ջերմություն։ Վայոց ձորի եւ Արագածոտնի նախալեռներում 16-ից 19, Լոռիում 15-ից 17, Տավուշում 16-ից 20 աստիճան ջերմություն։ Արարատում, Արմավիրում
15-ից 19, Սյունիքի Հովիտներում 24-ից 26, Սյունիքի նախալարներում 16-ից 20 աստիճան ջերմություն։ Երևանում գիշերը սպասվում է 9-ից 11, ցերեկը 16-ից 18, երեկոյան 10-ից 12 աստիճան ջերմություն։ Ապրիլի 2-ից 4-ը օրվա տարբեր ժամերին առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև։ Այսքանն էինք պատրաստել այսօրվա համար, ես ձեզ հրաժեշտ եմ տալիս և մաղթում խաղաղ գիշեր։